Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ սերտ համագործակցությունը, ընդգծելով թիրախային ուղղություններով գործընկերության ընդլայնման և փորձի փոխանակման կարևորությունը։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, կողմերը կարևորել են միջազգային փորձագիտական խմբի կողմից գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև միգրացիոն կառավարման համակարգի զարգացման մարտահրավերները, անդրադառնալով վերադարձի գործընթացի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցերին։ Խոսելով 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարի գործարկման մասին, կողմերը կարևորել են միջազգային գործընկերների ներգրավմամբ կարողությունների շարունակական զարգացումն ու մասնագիտական վերապատրաստումների իրականացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանային կառավարման, կիբեռանվտանգության ոլորտի մարտահրավերներին, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին քննչական կոմիտեի, մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 23-ին ժամը 15-ին քրեական ոստիկանները համագործակցելով պարեկների հետ Սևան-Երևան ճանապարհին 1 կիլոգրամ մարիխուանա տեղադրելու պահին ձերբակալել են 25-ամյա երիտասարդին և իր վարած Opel Magnish-ի մեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խոզարկություններ են կատարվել տղամարդու վարած ավտոմեքենայում և բնակարանում։ Հայտնաբերվել է մարիխուանայով լցված 17 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 17 կիլոգրամ էր։ Փետրվարի 26-ին երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերն ու արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։ Հետագա միջոցառումների արդյունքում մարտի 3-ին ստացվեց նոր տեղեկություն, որ հանցավոր խմբի անդամները երկու մեքենայով, զինված ռադիոկապի միջոցներով, դուռ ու լուսամուտ բացելու գործիքներով մեկնել են Սպիտակ համայնքի Արչովիտ գյուղ բնակարանային գողության։ Հետագա գործողությունները քրեական ոստիկանները կատարեցին մարզի պարեկների, համայնքային ոստիկանության Տարոնի ու Բազումի բաժինների հետ համագործակցությամբ։ Ժամը 22:10-ին Սպիտակից Վանաձոր գալու ճանապարհին Բաղրամյան փողոցում իրավապահները կանգնեցրին Renault Magnish-ի մեքենան, իսկ 7 րոպե անց նույն փողոցում կանգնեցվեց Chevrolet-ն։ Երկու դեպքում էլ վարորդները չենթարկվեցին պարեկների կանգ առ ազդանշանին, սակայն հետապնդումից և մեքենաները կանգնեցնելուց հետո վարորդներն ու ուղևորները փորձեցին դիմել փախուստի, ինչը ևս կանխվեց։ Կազմակերպիչ եղբայրներն ու ևս 5 հոգի ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ, ոսկյա և արծաթյա զարդեր ու գումար, որոնք ըստ իրենց գողացել են Արչովիտ գյուղի տնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին բացահայտվել է հանցավոր խմբի կատարած բնակարանային գողության 15 դեպք։ Միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։ Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչի արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել է գույքային վնաս։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ապօրինի արդյունահանված հանքանյութով բեռնված 3 բեռնատար տեղափոխվել է վարչության պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզական գործունեության բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ձորաղբյուր գյուղի 59-ամյա բնակիչն աճեցնում է կանեպ, պատրաստում եւ իրացնում է թմրամիջոց։ Նշող տեղեկությունը ստուգելու նպատակով համագործակցեցինք ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնի բաժնի ծառայողների հետ եւ ձեռք բերեցինք հիմնավոր ապացույցներ, որ նշված տեղեկությունները ճիշտ են։ Փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին ջերմատնային հատուկ կահավորված պայմաններում աճող կանեփի 33 բույս, 12 տուփ տոքսիկոքիմիական նյութեր, հատուկ ճառագայթման լույսեր, թմրամիջոցի պատրաստման համար նախատեսված պարագաներ եւ կանաչ զանգվածներ։ 59-ամյա տղամարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Փետրվարի 26-ին նույն տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանող զանգվածով լցոնված 4 տարա եւ նույն զանգվածով լցոնված փայլատիթեղի 2 փաթեթ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի իրացման հանգամանքները պարզելու ուղղությամբ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն
Պահպանեք ձեր անձնական տվյալները։